Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է Arm Comedy-ն ու թող անհամես չթվա, այսօր որոշել ենք քիչ հանցերի տեղը գրենք մեր սեփական արտադրության աֆորիզմները, իմաստուն մտքերը։ Այո, ամեն վարքյան Հայաստանի տարածքում ծնվում է 15 աֆորիզմ կամ թևավոր խոսք, նենց որ ափսոս է որ դրանք գնան կորեն։ Օրինակ էս մեկը։ Եթե այս պահին անձրև է գալիս, դա դեռ չի նշանակում, որ ինչ որտեղ մարդիկ չեն տառապում երաշտից։ Երբեք չի մտածում, որ այսքան խորը մարդ ես Նարեկ։ Դուք էլ մի ամաչեք, ուղարկեք ձեր հանճարեղ աֆորիզմները մեր Facebook-յան էջին։ Իսկ այսօրվա թողարկման մեջ դիտեք. Արքայազն Չարլզը Երևանում մի կտոր հաց կերավ։ Բացառիկ խոստովանություններ երկրի երկրորդ եւ երրորդ դեմքերից։ Ռետրո ավտոմեքենաների ցուցահանդես։ Մոլորակի լավագույն զուգարանները ինչ որ լավ չեն աշխատում։ Օրվա հյուրը Արքայազն Չարլզի մամլո խոսնակը։ Դե սկսենք արքունիքային լուրերից։ Երևանում մասնավոր այցով է Ուելսի Արքայազն Չարլզը։ Չէ, դա 50 տարվա նկար է, մի հատ թարմ նկար տվեք։ Բայց մի րոպե չեմ հասկանում, հիմա Ուիլյամը չի Արքայազն։ Տեխնիկապես ինքն էլ Արքայազն, բայց քանի որ ինքը Չարլզի տղան է, սկզբից Չարլզն է Արքայազն, հետո նոր ինքը Ենթա Արքայազն է Ուիլյամը։ Բայց Ուիլյամը հիմա երեխա է սպասում, այդ երեխային ինչ անելու, էլի Արքայազն։ Ինքը արդեն Ենթա Արքայազն է։ Ինչ խառը վիճակ է։ Մի ասա։ Մի խոսքով Էլիզաբեթիչը Հայաստանում է ու բնապահպանները ասում են, որ դա կապված է ինչ-որ հանքեր շահագործելու հետ։ Արքայազն Չարլզը պետք է իմանա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն հաշտվելու ամուսարի այդ վտանգավոր հանքի հետ, որը սպառնում է այդ տարածքի ողջ էկոլոգիային։ Բնապահպանները հավաքվել են Մատենադարանի մոտ, որ այնտեղ բռնացնել Արքայազնին, սակայն նա ներս ծլկեց հետևի մուտքից։ Ոչ թե ծլկեց, այլ նրան անցկացրեց թագավորության լավագույն գործակալը 007-ը։ Ակնեք ինձ հուշում են, որ 0007 գործակալը, իսկ Չարլզի նորմալ կադրել այդպես էլ չհաջողվեց վերցնել։ Բայց երեկոյան նա գնաց մի կտոր հաց ուտելու եւ լրագրողներին հաջողվեց մի քանի կադր վերցնել, չնայած որ նրան կրկին ուղեկցում էր հավատարիմ գործակալ 007-ը։ Հա 0007-ը կներեք։ Դե առայժմ սա էր այցի ամենահետաքրքիր մասը։ Այդպես գնաց տոլմամա մի կտոր հաց ուտելու, որովհետև իրենց մոտ Մեծ Բրիտանիայում տոլմա սարքել չգիտեն։ Ոչ գոնե մեր մոտ նորմալ կհամտեսի, ասենց իր սխտոր մածունով բան։ Ինքը սխտոր չի ուտում, դա ինձ ասած։ Սխտորի նկատմամբ կահացկացումներ ունի, սոխել չի սիրում։ Հա, ունեն չանտրված, որ մեջ չի։ Դե մեզ խնդրել են, որ եթե կարելի է ճաշի մեջ սխտորը բացակայի, սոխնել քիչ ներկալի։ Գործից բան չի հասկանում։ Ասում են թեև առանց սխտորի Արքայազնին դոլման այնքան դուր եկավ, որ ահագին երկար մնացին, նույնիսկ ժամը 12-ը խփեց ու երբ դուրս եկան Արքայազնի Մերսեդեսը դարձել էր դդում։ Միայն թույլ մարդն է վախենում ուժից։ Իսկ մեր ռազմաերնակից պաշտոնյաները հավաքվել էին Սարդարապատում ու լավ առիթ էր, որ լրագրողները զրուցեն տարբեր պաշտոնյաների հետ։ Գագիկ Ծառուկյանը օրինակ բացահայտեց առաջին հանրապետության խորհուրդը։ Առաջին հանրապետության խորհուրդը եւ նշանակությունը ո՞րն է ձեր համար։ Նորից հարցը տվեք, չլսեցի։ Առաջին հանրապետության խորհուրդը եւ նշանակությունը։ Որտե հզորություն, պահպանում, բարեկեցություն, բարգաճում, զարգացում։ Այո, շատ կարճ ժամանակ տևեց առաջին հանրապետությունը, բայց հասցրեց բարգավաճելու խորհուրդ թողնել։ Իսկ նախարարները այդ օրը ասացին, որ միանալու են Հովիկ Աբրահամյանին եւ նույնպես իրենց աշխատավարձերը հատկացնելու են Կարկուտից տուժած գյուղացիներին։ Իմ մեկ ամսվա աշխատավարձը չէ։ Այդ դեպքում ինչպես եք պատրաստվում այդ մեկ ամիսը ապրել, երբ գազը թանկանում է, էներգիան թանկանում է, մնացածները։ Պատրաստվում եմ լավ ապրել։ Բա ինչ գումարով։ Կարծում եք բան, նախարարը այդ ամսվա աշխատավարձն է, եթե չստացել չեմ կարողանալ ապրել։ Մեկ աշխատավարձ։ Եվ ինչպես եք պատրաստվում ապրել այդ մեկ ամիսը։ Ձեր հայտարարում եւս մեծ խնայողություններ կան։ Մեծ չէ, բայց Վայ, այս լավ նախաձեռնությունն է, շատ լավ բան։ Լավ։ Բայց ինչքան պետք է լինի այդ մի ամսվա աշխատավարձերը։ Այնտեղ միլիոնների վնաս է։
Բաց նամակ եմ պատրաստում, պետքա խնդրեմ օլիգարխ մասնիկներից մենաշնորհների մի ամսվա եկամուտները հատկացնեն ու կաշառակեր մասնիկներից մի ամսվա կաշառքը հատկացնեն, տենց։ Ժող, բայց իրանք դժվար համաձայնվեն։ Մի շաբաթվա։ Մի օրվա։ Լավ, 10 րոպեյվա։ Մասնիկներ, ամբողջ երկրի 10 րոպեյվա կաշառքը։ Բադե լավ, էլի։ Երջանկությունը նման է փոթորկի, երբեք չգիտես երբ է։ Գրեթե միաժամանակ հարցազրույցներ տվեցին երկրի երկրորդ եւ երրորդ դեմքերը՝ Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը։ Կներեք հակառակը։ Ու շատ հետաքրքիր բացահայտումներ եղան։ Մի անգամ էլ եմ ուզում պատմել, քանի որ ամիջական զրույց է գնում, այդ ավարտենք, հետո անցնենք բժշկական ինստիտուտին։ Դե գիտեք, որ նաև տենց մանկուց կա մուկը, որ կապել են այդ ինձ հետ այդ անունը, ոնց է առաջացել։ Էս Photoshop-ա։ Չէ։ Դե գիտեք, այն ժամանակ շատ վատ ենք ապրել, այսինքն նախքան ընտանիք ենք եղել, տենց մեծ հնարավորություններ չենք ունեցել, բան, եւ միշտ դեկտեմբերի կեսերին մայրս կոնֆետ էր գնում, շոկոլադ նոր տարվա համար եւ կարծես թե պահում էին այդ։ Ես տեսա, որ պահեց միտեղ, որտեղ որ մեր տեսա այդ դարակում պահում էր, դե գիտեք, երեխայի այն ժամանակ 3-4 տարեկան, 5 տարեկան, տենց ամեն օր 2-3 հատ էս կոնֆետից ուտում էի շոկոլադից։ Փաստորեն դրա համար է իրան դիմում այդ մականոնով։ Հետո տատս ասաց, որ մգնել են կերել։ Հետո որ ես վերջում ասեցի, որ ես եմ կերել, ոնց որ այդ անունը կպան ինձ, կպցրեցին ինձ այդ անունը, տատս կպցրեց մուկն է կերել։ Տեսնում եք, ընդհանրապես մի քանի կիլո կոնֆետի պատճառով այս մարդուն sense մականում դրեցին։ Բա մեր երկրի խեղճ բյուջեն ինչ ասի, որ արդեն քանի նոր տարիներ է բազմաթիվ պաշտոնյաներ դրած անցնենք վարչապետի հարցազրույցին։ Որ մարդիկ ուզում են, որ մենք վճռական գործողություններ անենք, բայց իրանք իրենց ամենօրյա կյանքում այդ վճռական փոփոխությունները չանեն, բայց իրանք կյանքը լավանա։ Այդպես չի լինում։ Կյանքի լավանալու ռազմավարությունը ինքը ցավոտ ռազմավարություն է, որտեղ ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացու վարքագիծ պետք է փոխվի, եթե ինքը ուզում է լավ ապրել։ Դե լավ, չի, մենք ուզում ենք վճռական փոփոխություն, թող կտրուկ լավանա մեր կյանքը, չէ՞։ Բա ինչ ա եղել, որ ես պատրաստ եմ հանուն դրա առավոտները նույնիսկ վազել։ Եվ այդպես չի լինում, որ ինքը իր ամենօրյա վարքագծում ոչինչ չփոխի, բայց իր կյանքը լավանա։ Այդպես չի լինում։ Այդպեսի գաղտնի որոշումներ կամ ինչ որ կախարդական փայտիկներ, որ կարելի է խփել եւ մեկ էլ կյանքը վաղը լավացավ, այդպեսի բան չկա։ Լավ, sense ձևակերպենք մեր խնդրանքը։ Եթե կյանքը վաղը կտրուկ չի լավանում, կլինի գոնե կտրուկ չվատանա։ Էլի վերադառնում են գազի թանկացմանը, արտագաղթին։ Դուք խոսում եք Հայաստանում ապրելու, Հայաստանում մնալու, հա, չնայած ձեր որոշակիորեն տարբերվում է, դուք ասում եք, որ մնան, որ հեղափոխություն անեն, ինչ է արտագաղթի մասին, բայց այնուամեն Այս հետաքրքիր ոչ ունեք, դուք sense ցերի հետ ասում եք, հետո շեղվում եք, որ դա ֆիքսվի, որ հետո ասում եք այլ թեմայի։ Բռնացրեց, այ որ sense ատկատերն է բռնացնի, կարող է վճռական փոփոխություններ լինեն։ Լավ, սպասի տեսնենք այդ արտագաղթի պահը ինչ եղավ։ Եվ այդտեղ կար մի հատված, որը կատակ էր, եւ այդ լրագրողուհին էլ հրապարակային հայտարարեց, որ այս հատվածը կատակ է։ Հիմա այս կատակը հանել են այդ կատակի դաշտից եւ տեղափոխել են լուրջ քաղաքական քննարկումների դաշտ եւ դա ինձ գիտեք ինչ է մտահոգում, որովհետեւ մեր գործունեության մեջ այնքան թերություններ կա, որ կարելի է քննադատել։ Ինչ անենք, մի քիչ մենք քննադատենք կառավարությանը մեր վարչապետի սիրտը հովանա։ Հարց չկա։ Ուրեմն դե գազ արդեն գիտեք, կարակտային կայանները յաբախտի են կրակում, գները բարձրանում են, մենաշնորհներ կան, $170,000 զուգարան են գնում։ Տնտեսությունը դանդաղ է զարգանում, շրջակա միջավայրը մխտրվում է, ատկատների դեմ պայքարը կարծես թե լրիվ մարեց, Գյումրիի տեխնոպարկը դե գիտեք։ Երեխաների բուժումը դարձավ վճարովի, ասֆալտը այսօր փռում են, վաղը փչանում է, դրամն է արժե զրկվում, Վազգենը արտագաղթեց Իսպանիա։ Ամեն օր Երևանում անձրև է գալի, ջուր, ցեխ, ամպրոպ, մարդ չգիտի ինչ հագնի։ Ցորակ լավ էլի, այդ արդեն կառավարությունը չի մեղավոր երևի։ Չի կարելի ամեն ինչ բարթել մեր վարչապետի վրա։ Առավելևս որ կան մարդիկ, որ շատ էլ գոհ են իր աշխատանքից։ Պարոն Սարգսյան, դուք ձեզ լավ վարչապետ համարում եք անկեղծ։ Այո։ Սերը պետք չէ փնտրել, սերը պետք է գտնել։
Այսօր այստեղ առաջին ռազմաայնասիրական հյուրն է Անգլիայի թագավոր։ Մի վարքյան, ոչ թե թագավոր, այլ արքայազն։ Ագրենք, Անգլիայի արքայազն։ Ու Անգլիայի չէ, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի։ Արդեն մի քիչ շատ չեղավ, Չարլզ Դիկենսն է մեր հյուրը։ Չարլի Չապլինը։ Հա, լավ, կներեք, եկեք ուզում եք ինքներդ ներկայացեք, ես բան չեմ ասում։ Ուելսի արքայազն Չարլզի մամուլի խոսնակ անգլերենից ազդեցությունն է ուղղակի։ Հենց Չարլզը այդքան լավ հայերեն չի խոսում։ Կներեք Գիլերմո ջան, լավ, ինչու է արքայազնը եկել Հայաստան։ Գիտեք, Բրիտանիայում ասացված կա, որ ցանկացած արքայազն նախքան թագավոր դառնալը պետք է 3 բան անի։ Երեխա մեծացնի, ծառ տնկի եւ այցելի գառնի գեղարդ եւ իր մեծությունը այդ նպատակով եկել է։ Հասկանա։ Մենք ընդհանրապես նորմալ կադրեր չունենք։ Դու կարող եք ինչ-որ էքսկլյուզիվ կադրեր մեզ տրամադրել։ Այո, ինչու ոչ, թաքցնելու բան չունենք։ Չարլզ։ It's 5 o'clock, I want my bloody tea. Yes, your lordship, please. Thank you, Jeeves. Այս առավոտ արված կադրերն էին։ Հասկանալի։ Լավ, ո՞րն է Չարլիկի այցի նպատակը, որովհետև ասում են, որ ինչ-որ հանքեր բաներ ա ուզում բացի։ Նախ Չարլիկը դա ինչ որ է, սա մասնավոր այց է մասնավոր մարդկանց մոտ։ Երբ նպատակահարմար գտնենք, կհրապարակենք մյուս մանրամասներին, ինչ եք կպել։ Ինչ որ բան գոնե կարող եք ասել։ Արքայազնը նաև լուրջ հանդիպումներ է ունեցել մի քանի պաշտոնյաների հետ, որտեղ լուրջ հայտարարություններ են արվել։ Արա։ Առաջի արքայազնն է, ահա այդ հայտարարությունից մեկը։ London is the capital of Great Britain. Oh, yeah, Garni Gerard, Abramovich. Մենք լսել ենք, որ իր հսկայությունը նաև տոլմա է կերել Երևանում, բայց ինչու է ասա ամենը sense ինչ որ գախտնի, բան sense մտնալու։ Այդ տոլմայի հետ կապված նախ հսկայություն չի, մեծությունը, իր մեծությունը, այո, դե հիմա մարդ է, տոլմա է եկել, ես չեմ հասկանում ինչի համար եք այդքան մեծ աղմուկ անում դրա շուրջ, հա, նույնիսկ կարող ենք կադրեր ցույց տանք, հեն մարդը տոլմա է ուտում։ This is so good. So much better than pudding. Լավ, իսկ ինչ-որ ուրիշ բացառիկ կադրեր ունեք Չարլզից։ Այո, ունենք կադրեր, որտեղ նա պաղպաղակ է ուտում։ Good ice cream, huh? Շատ հետաքրքիր, իսկ ուրիշ։ Ինքը սովորական մարդ է, ունենք կադրեր, որտեղ նա սուրճ է խմում ապարատից։ Great coffee. Շատ հետաքրքիր է։ Ուրիշ ինչ պլաններ ունի վեհապարը։ Լարզապես ոչինչ, առավոտյան դուրս է գալիս Երևանում զբոսնում է, հանդիպում է երևանցիներին, երբեմն շփվում է երևանցիների հետ։ Oh, dirty Maggie May. Oh, hello, I'm Charles, Prince Charles. Good to meet you. Prince of Wales, Charles. Okay. Charles. Yeah. Charles. Good to meet you. Okay, take care. Որը սարը Beatles-ներ։ Լավ, եւ ինչպես է Էլիզաբեթի չանցկացնում ազատ ժամանակը։ Նա որսորդության մեջ սիրահար է մեկ-մեկ գնում է որսի։ Ինքը բռնության դեմ չէր։ Հա, ինքը չի կրակում, ինքը կենթաներին հասցնում է ինքնասպանության։ London is the capital of Great Britain. London is the capital of Great Britain. London is the capital of Great Britain. Լավ, շատ հետաքրքիր էր, շատ շնորհակալություն Մի վարքյան, բայց չեք ուզում Գառնի Գեղարդի բացառիկ կադրեր տենակ։ Բացառիկ կադրը խեղդ արեցիք արդեն։ Չեղավ, նայեք։ Wow. Դե էս էլ սենց, շնորհակալություն ձեզ հրավերի համար, շատ մերսի։ Ձեզ շատ շնորհակալ, մերսի, որ եկաք մասնակցեցիք։ Էս էլ ուզեմ ձեզ նվիրեմ, սա Լոնդոնի քարտեզն է։ Վայ, շատ շնորհակալ եմ։ Օ, շատ պլանավորված Համել օգտակար է, ասես կարաս մտնես ու նայես, հեսա գործարանային Regent's Park, Warren Street։ Ամեն արքայազն չէ, որ արքա է դառնալու։ Իսկ մեր թղթակից մեր Խաչատրյանը ռետրո մեքենաների ցուցահանդեսին էր եւ ունի ռեպորտաժ։ Փորձենք կապ հաստատել Մհերի հետ։ Մհեր ո՞նց անցավ ցուցահանդեսը։ Տղերք ջան, շատ լավ անցավ, շատ տպավորված եմ, ահագին հին մեքենաներ կային, օրինակ մի հատ 94 թվի մեքենա կար, պատկերացնում եք։ Օ, պատկերացնում եմ 1894 թվականի մեքենա։ Չէ, 1994 թվի մեքենա։ Հա? Իմ մեքենան է 93 թիվ, դրանից հին է։ Դե ինչ ասեմ։ Որ թվականի մեքենա է այս։ 1994 1994 թվականի ռետրո մեքենա։
Ռետրո համարվում է Հայաստանում։ Ինչի է ինքը մասնակցում ռետրո ցուցահանդեսին։ Հայաստանում չկա ու այս մոդելի ամենասկզբի մեքենան է արտադրանքը։ Ինչ որ բան կա իր վրա, որը գոնե 20-րդ դարի առաջի կեսից լինի։ Ինքը ամեն ինչ գործարանային վիճակ է իր մոտ։ Իսկ ինչի է մասնակցում ռետրո մեքենաների ցուցահանդեսին։ Համ որ Հայաստանում չկա sense մեքենա, ամել որ այս մոդելի մեջ ինքը ամենահինն է, առաջի արտադրանքն է։ Իսկ ռետրո բառը ոչ մի բան չի հուշում։ Չէ։ Լավ մհեր, էլ ինչ հետաքրքիր մեքենաներ կային։ Դե կային օրինակ սովետական հին մեքենաներ։ Օ, երևի դե Չայկա կամ Պաբեդա։ Չէ։ Լավ պահպանված 21։ Չէ, տղերք, զապ էր, սովորական զապ։ Որ թվականի է։ 90։ 90։ Իսկ ինքը մասնակցում է ռետրո մեքենաների ցուցահանդեսին։ Այո։ Ինչու։ Որովհետև լրիվ լավ վիճակում է, ասենք զավասկոյ մենք ոնց որ բանից դուրս է եկել, զավոդից, նույն վիճակում ու քշած է չի։ Չէ, ուղղակի ինձ թվում էր, որ ռետրո մեքենաների ցուցահանդես պետքա ռետրո մեքենաներ լինեն։ Հիմա չի արտադրվում այս մեքենայից ընդհանրապես։ Ես ծափերից չեն արտադրվում։ Իսկ հիմա ամեն ինչ իր վրա ինչ որ կա, գործարանային։ Գործարանային է, լրիվ 22000 քշած է։ Հա։ Ինչն է հին իրա։ Չի քշվեց մեքենան, ոնց եկել է զավոդից, տենց կանգնած է։ Այսինքն շատ նոր է։ Շատ նոր է։ Այսինքն չեն քշել 90 թվականից հետո, ասենք քշած կիլոմետրերը ինչ որ քշվել է, դա է։ Իսկ ինչի է մասնակցում ռետրո մեքենաների ցուցահանդեսին։ Որպես վերջի վիպուսկի զապերից։ Լավ, բայց մի հատ էլ հարց տամ, էլի ինչի է ինքը մասնակցում ռետրո մեքենաների ցուցահանդեսին։ Դե մասնակցում ենք։ Մի ալարիր անել այն, ինչ անհրաժեշտ է անել։ Հազվադեպ ալարիր։ Իսկ այժմ սիրելի ունկնդիր, եկ մի փոքր խոսենք զուգարանների մասին։ Ավելի շուտ տարածաշրջանի զուգարանների մարգարիտ այն $170,000 զուգարանի մասին։ Այո, մարգարիտից Հայաստանում երկու հատ կա, մեկը Տաթևում, մյուսը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողքը։ Տաթևինը դե արդեն վաղուց փչացել է, իսկ Երևանինը այս սենց է աշխատում։ Մեր խնդրանքով Արթուրը միացրեց զարմանահրաշ զուգարանը, ապա պատմեց, որ այնտեղ ամեն ինչ սենսորային է, առանց կոնտակտի ջուրը ինքն իրեն գալիս է, օճառը ինքն իրեն հոսում է, ապա զուգարանը ախտահանիչ նյութերով ինքնալվացվում է։ Հա, բայց այդ հրաշք ավտոմատացված փուլից առաջ ամեն անգամ պետք է կանչել ձյաձ Արթուրին, որ գա աստիճաններ դնի, միացնի, թանկի ծեժանը չկա, էլի իզուր չեն ասում։ Ես դեռ մտածում եմ ճիշտ են անում, որ փակ են պահում այդ $170,000 զուգարանը։ Դե չի մեր ժողովրդին գիտեք, պետք է մտնեն մեջը ու Բայց սա հենց դրա համար է, չէ՞ դրած։ Ինչի համար, որ մարդիկ մտնեն ու Այո, բա զուգարանի իմաստը դա է, սիրունության համար չի։ Նմանատիպ զուգարանները ավելի քան 60,000 եվրո արժեն։ Մեր հարցին թե կարող է զուգարանը $100,000-ից ավելի արժենալ, աշխատակիցն ասաց, թե իհարկե, ամեն ինչ կախված է գնորդի ցանկությունից։ Եթե ուզում եք, մենք կարող ենք Սվարովսկի թանկարժեք քարերով զարդարել ձեր զուգարանը, ասաց խորվաթական ընկերության աշխատակիցը։ Թե ինչու է Հայաստանի կառավարությունը ամենաթանկ զուգարներից մեկը պատվիրել անհայտ է։ Հա, մինչև Սվարովսկի չլինի, չեք գնա, հա, այդ Դու բա այսքան տարի հարկ ենք վճարում, որ անսվարովսկի տեղ Հա էլի, ժողովուրդ դու ավելի լավ նայի, այս հրաշքի փոքրիկ լույսերի կեսը արդեն վայրենի մասնիկները փչացրել են, իսկ յուրաքանչյուր լույսիկ $5,000 արժի։ Հետո իրանից օգտվելը մաքսիմալ հաճելի է։ Ինչն է հաճելի։ Ոնց չես լսել։ Իդեպ, երբ զուգարանի դռները բացվեցին, այնտեղ հնչում էր ռոմանտիկ Նատալի երգը։ Հետո մի հատ մագնիտոֆոն դնելը ինչի այդքան թանկ պիտի արժենա։ Հետո առանց Նատալի չեք կարում։ Ժողովրդի մոտ արդեն վերջանում են ձերքի շարժումները։ Մի խոսքով լրիվ արդարացված գինա, դու մի հատ նայ ինչ ֆունկցիաներ ունի։ Այն ինչ իրենք ուղարկել են Հայաստան շատ յուրահատուկ զուգարան է։ Այն ոչ միայն ավտոմատ է եւ չժանգոտող պողպատից է, այլև ունի բանկոմատ տեղադրելու հնարավորություն։ Իսկ դու կարաս զուգարանումդ բանկոմատ տեղադրես։ Բայց ինչի համար է զուգարանում պետք բանկոմատ։ Կարաք ինձ բացատրեք։ Դե ոնց, բանը, որ կեղտոտ փողեր արտահայտությունը մաքսիմալ հեշտ հասկացվի։ Մարդու իրական դեմքը երևում է միայն վառ լույսի տակ։
Իսկ հիմա խոսքը սիրով փոխանցում ենք առաջին ռազմարանասիրականի օթերոթաբան Ցոլակ Ցիկլոնյանին։ Այո, տեսնենք ինչ եղանակ է մեզ սպասում վաղը։ Ձեր եք առնում տղերք։ Ինչ ա եղել Ցոլակ։ 5 թողարկումա վրա ծրում եք, հիմա ասում եք եղանակը, ասա։ Ցոլակ ժամանակը չէր հերիքում, այժմ քննարկում էր բան։ Չունեմ այսօր եղանակ, տղեկ, վերջացել է ու ես խմել եմ։ Իսկ քարտեզը ուրա Ցոլակ։ Այս քարտեզի փողով էլ խմել եմ։ Պամ պամ պամ։ Լավ, դե եզրափակենք երևի արդեն։ Հա, այսքանն էր Arm Comedy-ն, իսկ վերջում դիտեք վիդեոբոցը։ Քաղաքականության մեջ եկևոր չկա դա։ Քաղաքականությունը քաղաքական մոտեցում է սկզբունքները։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Լսի, ես ինչ հիշում եմ այդ Չարլզի արքայազնը, այդ տղեն շատ թծվեց չէ վրեն արքան։ Հա, տատին էլ թու լավ առողջ է։ Ինքը ուզում է տները ծախի, տատին էլ երկու ոտը դրել է մի կոշիկի մեջ, ասում է չէ ու չէ։ Վայ, որ տները։ Դեն Բուկինհեմյանի վրային է, էլի, ուզում է կենտրոն են գնալ։ Հա, կենտրոն, տես Տրաֆալգարոտ է շորտեղ մի 20 սենյակ էլի գոնե, հա։ Հա, լսի, ինչ վիճակ։ Դե չէ 7-8 հոգի են իրանք, պատկերացնում ես այդքան տարածքանի մաս, ջերուցման վրա մենակ գիտես ինչ փող են տալիս։ Կեսուրն էլ իրանց տանն է, չէ։ Հա, իրանց վիճակը վիճակ չէ։ Մի ասա։